1991 թվականի Հայաստան, երկիր կանգնած բազմաթիվ դժվարությունների առաջ, պատերազմ, տնտեսական շրջափակում, ճգնաժամ եւ ահա 91 թվականին տեղի են ունենում ընտրություններ, որոնք անգերազանցելի են թափանցիկության, արդարության, ժողովրդավարության տեսանկյունից։ Այդուհետ Հայաստանի քաղաքական կուլիսներում կլվեցին խաղի այլ կանոններ, որոնք առ այսօր փոփոխության չեն ենթարկվում։ Անկախ Հայաստանի քաղաքացիներ, բարև ձեզ։ Եթերում արխիվի մեկ օրն է։ Մեր երկիրը դարձյալ կանգնած է փորձության եզրին։ Առջևում համապետական ընտրություններ են եւ քաղաքական ուժերը հետզհետե կենթանության նշաններ են ցույց տալիս։ Հիմա էլ ինչպես յուրաքանչյուր ընտրության նախաշեմին մենք ունենք փոփոխված ընտրական օրենսգիրք, նոր ձևավորված կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ։ Բայց նախ այն մասին, որ 2008 թվականին հենց այս շրջանում Երևանում տեղ ունեցան կենտրոն համայնքի թաղապետի ընտրությունները, որոնք 1991 թվականի հետ ընդհանուր եզրեր ընդհանրապես չունեին։ Հենց այսպես են տեղի ունեցել նորանկախ Հայաստանի պատմության գրեթե բոլոր ընտրական գործընթացները։ Արխիվ 2008 թվական հոկտեմբեր։ Տեղամասում առավոտվանից ընտրությունը սկսելու պահից բաց քվեարկություն էր ընթանում։ Նախ այն, որ քվեախցերը ոչ ճիշտ դիրքով էին տեղադրված, արդեն իսկ ընտրախախտում էր։ Սակայն դա քվեարկությունը կանխնազերծելու լավագույն հնարավորություն էր տալիս, քանի որ ոչ մի ընտրող առանց վերահսկողի քվեախցին մոտենալ ուղղակի չէր կարող։ Իսկ 2 եւ ավելի հոգով քվեախոց մտնելն արդեն սովորական երևույթ էր։ Առավոտվանից համարյա կարելի ասել բաց ընտրություններ ա գնում։ Դեռ ոչ մի դիտորդից, ոչ մի վստահված անձիկներից, ոչ մի նկատողություն, ոչ մի ավելնորդ խոսակցություն, ոչ մի բարձր ձայն չկա։ Իրականում բարձր ձայներ լինում էին այն պահին, երբ մեր տեսախցիկը ֆիքսում էր հերթական ընտրախախտումը։ Ապեն հավաքի միա։ Տպավորությունն այնպիսին էր, որ ընտրողների մեծ մասը տեսողական, լսողական, նույնիսկ գրագիտության խնդիրներ ունեին, եւ առանց օգնականի քվեարկել նույնիսկ քվեատոփին մոտենալ չէին կարող։ Հայաստանի Հանրապետության մայր օրենքը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ որ ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների հանրաքվեների միջոցով։ Իր իրավունքը իրացնելու անկարողությունը ամեն ընտրությունից հետո ստիպում է շատերին հեռանալ երկրից, որովհետև յուրաքանչյուր ընտրությունից հետո քաղաքացին հասկանում է, իր քվեն անկարող է փոխել որևէ բան իր երկրում։ Հետևաբար, եթե նա չի կարող կերտել իր երկրի ապագան, ուրեմն անելիք չունի։ Իսկ տարիների ընթացքում ընտրություններ կեղծելու մեթոդներն այնքան են հղկվել, այնքան կատարելագործվել, որ դա պարզապես դարձել է հանգիստ աշխատող մի մեխանիզմ, որը հաջողությամբ գործարկվում է յուրաքանչյուր ընտրության նախաշեմին։ Ինչպես խափանել այդ մեխանիզմի աշխատանքը, ինչպես շարքից հանել այն, որ Հայաստանի անկախության 2 տասնամյակների այդ գաղջ նստվածքը հայ քաղաքացին կարողանա ոչնչացնել։ Այս հարցին անդրադառնալուց առաջ նախ հարկ է դարձյալ դիմել արխիվի օգնությանը եւ հասկանալ, ինչից սկսվեց ամեն ինչ, որտեղ ենք հիմա եւ ինչ կերպ ենք փորձում կառուցել մեր երկրի ապագան։ Ընդդիմությունն առաջին անգամ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ կեղծված ընտրությունների մասին խոսեց 1996 թվականին։ Ընդդիմությունը հաջողության չհասավ, իշխանության հրաժարականը պահանջող հազարավոր քաղաքացիների բողոքի ձայնը խեղդվեց։ Ճիշտ այնպես, ինչպես սովորաբար տեղի է ունենում Հայաստանում։ Անզեն քաղաքացին բախվեց ուժայինի վահանին եւ լռեց։ Իսկ դա ինչ էր նշանակում։ Նշանակում էր, որ ժողովուրդը չի իր պետության տերը, որ ժողովուրդը չէ, որ ձևավորում է իշխանությունը եւ օրվա իշխանությունը հայտարարեց, եթե հիշում եք, որ ընդդիմությունը երբեք ընտրությունների միջոցով իշխանություն չի ստանա,
4-ին պատգամավորներով մենք KGB ասում, KGB-ի այդ նկուղներում էինք։ Միայն իր համար, որ պայքարում էինք, որպեսզի հետ վերադարձնան ժողովրդի գոհացած ձայնը։ Ես տեսել եմ 96 թվականին 2008 թվականի դիպուկահարների ծնունդը։ Նրանք նոր էին ծնվել այդ բանը եւ այդքան պրոֆեսիոնալ չէին, որ միանգամից գնդակահարեին մարդկանց։ Այնուհետև նրանք մեծացան, առնականացան, հրեշներ դարձան։ Քաղաքագետների գնահատմամբ այս տարիներին սկիզբ դրվեց ընտրություններ կեղծելու, քաղաքացուն սեփական ձայնից զրկելու պրակտիկան։ Ուշագրավ մեկ հանգամանք, այդ տարիներին կենտրոնական ընտրական հանձնաժողովը դե ֆակտո ղեկավարում էր Գագիկ Ջհանգիրյանը, ով հիմա Հայ ազգային կոնգրեսի շարքերում է եւ պահանջում է արտահերթ եւ ազատ ընտրություններ։ Այդ արատները, որ ստեղծվեց, այնքան գայթակղի չէին 95-6 թվականի այդ արատները ընտրությունները կեղծելու միջոցով վերարտադրվել, որ հետագա իշխանությունները իհարկե չհրաժարվեցին, որտեղ գայթակղի չէր։ Եղբայր քեզ ոչ պետք է աշխատել, ոչ ժողովրդի մասին մտածել, կարող ես Տվերյանի տնտեսության կիսակերեկի մինալով պետական կառավարման համակարգ ապահովել, ընտրություններս որն է, եթե ես կարողանում եմ վարչական եւ այսպես ռեպրեսիվ օրգանների միջոցով վերարտադրվել։ Գայթակղի չէր եւ հրաշալիորեն շարունակում են։ Եվ այսօրվա կռիվը, այսօրվա իշխանության Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ինչ է, ասում է եղբայր դու մեզ ավանդել ես սա։ Միասին ենք, չէ՞, իրականացել 96 թվականը։ Քեզանից ված չեմ կեղծում ընտրությունները։ Եթե չասեմ ավելի լավ եմ կեղծում։ Նույն քրեա օլիգարխիկ համակարգը, որ հիմնադրեցիր, ես էլ ավելի եմ կատարելագործել։ Եվ այլն, ինչ ես մեզանից ուզում։ 1998 թվականին իշխանական բուրգը, որն արդեն որոշակիորեն տիրապետում էր ընտրական խարդավանքներին, կարողացավ անցկացնել այսպես ասած ձեռնտու ընտրական գործընթաց։ Մրցասպարեզում Ռոբերտ Քոչարյանն ու Կարեն Դեմիրճյանն էին, Ռոբերտ Քոչարյանը ստացավ իշխանություն։ 2003 թվականը, բացի ավելի կատարելագործված ընտրակեղծիքների կիրառումից, ոչինչով չտարբերվեց նախորդ ընտրություններից։ Ռոբերտ Քոչարյան, Ստեփան Դեմիրճյան պայքարում ընդդիմությունը դարձյալ պարտվեց։ Սահուն կերպով հասանք 2008 թվականի համապետական ընտրություններին։ Դրանք գերազանցեցին նախորդներին։ Նախագահի 9 թեկնածուներից թեժ պայքարն ընթանում էր Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջև։ Լևոն Տեր-Պետրոսյանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տեղեկությունների զբաղեցրեց երկրորդ տեղը։ Ընտրական խայտառակ գործընթացն ավարտվեց մարտյան ողբերգական իրադարձություններով։ Եվ այն քաղաքացու հետ, ով դուրս եկավ փողոց ու պահանջեց հարգել իր սահմանադրական իրավունքը, դաժան հաշվեհարդար տեսան։ Հերթական անգամ տեղի են ունեցել նորմալ խայտառակ ընտրություններ։ Ընտրությունները ավարտվել են, վարչապետը հաղթել է եւ վարչապետը կոչ է արել պատրաստակամության համագործակցելու բոլոր քաղաքական ուժերի հետ։ Բիրտ ուժը բռնություն է գործադրել մեր ժողովրդի կամքի վրա։ Անդրադառնալով նախագահական ընտրություններին պետք չէ մոռանալ, որ բոլոր անգամ մինի մասշտաբի ընտրություններն են մեր երկրում ուղեկցվել բռնություններով, կրիմինալ հատվածի ակտիվ մասնակցությամբ, կեղծիքներով, զանգվածային ընտրակաշարքի դեպքերով, լցոնումներով, թվանկարչությամբ, քաղաքապետ, գյուղապետ, ավագանի թե շարքային թաղապետ, պատկերը նույնն է։ Բավական է դիտել տարբեր ժամանակներում եւ տարբեր տրամաչափի պաշտոնների համար ընթացող ընտրություններից մի քանի դրվագներ եւ այս հարցի պատասխանը, թե ինչու է ընտրական համակարգի հանդեպ հասարակության վստահությունը գնալով անկում ապրում, կունենա իր պատասխանը։ Դուք անընդհատ այստեղ աժիոտաժ եք սարքում։ Տեսել իրանց ձեռից, որ վերցրել եմ։ Ինչ է կատարվել, ինչ է պատահել։
Բայց չնայած այս ամենին օրվա իշխանությունները ընտրությունների նախաշեմին ձեռնամուխ են լինում իրենց իսկ խոսքերով ասած բարեփոխել ընտրական օրենսգիրքը։ Իհարկե անառարկելի է, որ ընտրական օրենսգիրքը Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից հետո հաջորդ կարևորագույն օրենքն է։ Անառարկելի է, որ լավ օրենք ունենալը կայուն հիմք է երկրի զարգացման համար, սակայն այնինչ տեղի ունենում Հայաստանում իսկական պարադոքս է։ Ընտրական օրենսգիրքն ամեն անգամ բարեփոխվում է, դառնում ավելի ու ավելի լավ է, սակայն ընտրությունների առումով գնալով հետընթաց է արձանագրվում։ Դրանք դառնում են ավելի խայտառակ, ամենաթողության մթնոլորտը գերիշխող, ընտրություններն ու դրանց ելքը խիստ կանխատեսելի։ Իմ ձեռքի տակ տարբեր տարիներին փոփոխված ընտրական օրենսգրքեր են։ Ահա նաև բազմաթիվ այլ ձեռնարկներ, աշխատություններ, որոշումներ, որոնք եթե ձևակերպենք մեկ նախադասության կստացվի հետևյալը. հարգելի քաղաքացի, իշխանություն ընտրելը քո բացարձակ մենաշնորհն է։ 1990 թվականին, երբ նորանկախ Հայաստանում տեղ ունեցան Գերագույն խորհրդի ընտրությունները, կորցում էր Խորհրդային Միության ընտրական օրենսգիրքը։ Այն ազատական չես համարի, սակայն քաղաքացին գնաց ընտրության եւ ժողովրդավարություն եւ քաղաքական կամք պարտադրեց։ Արդյունքում տեղ ունեցան ազատ եւ արդար ընտրություններ, որոնք մինչեւ այժմ անգերազանցելի են։ Ցավոք սրտի այս դեպքում պետք է ասեմ, որ առայժմ մեր ընտրական մշակույթը, քաղաքական մշակույթը չի ասել այդ մակարդակին, շատ իջավ դրանից, դեգրադացվեց։ Այսօր ես երանելի եմ տալիս այն մթնոլորտին եւ այն գիտեք ինչ քաղաքացիական հասարակություն կար այդ օրը եւ իշխանությունը ենթարկվեց ժողովրդի կամքին եւ ի պատիվ իրեն չգնաց դեմ այդ կամքին։ Սա գալիս է ապացուցելու, որ որքան էլ օրենքները կարևոր են, միևնույն է, եթե օրվա իշխանությունները քաղաքական կամք չեն դրսևորում, եթե հասարակությունն ինքը միամուռ չի պահանջում անել դա, ուրեմն ցանկացած օրենք ուղղակի անզոր է։ Իսկ իշխանություններն ունեն լծակներ, ունեն հնարավորություն առաջնորդվել սեփական խաղի կանոններով։ Ինչպես ենք պատրաստվում առաջիկա համապետական ընտրություններին, սկսենք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից եւ Շիրակի մարզի օրինակով պատկերացում կազմենք դրանց կազմերի վերաբերյալ։ Թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ղեկավարում է օրինաց Երկիր կուսակցության նախկին անդամ Գրիգոր Հարությունյանը։ Այս հանձնաժողովի նախկին անդամներից նոր կազմում ընդգրկվել են 3-ը, մյուս 4-ը մարզպետարանի աշխատակիցներ են։ Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հնաբնակ հանրապետական Էդուարդ Բաղրամյանն է, ով աշխատում է Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թիվ 2 սոցծառայությունում։ Հիմա իհարկե նա հանրապետական չէ, քանի որ օրենքը թույլ չի տալիս։ Այս ընտրատարածքի եւս 3 անդամ աշխատում են Գյումրիի քաղաքապետարանում։ Թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում նախկին կազմից մնացել է միայն նախագահը, բայց նախագահի տեղակալի պաշտոնում։ Խոսքը Մաքսիմ Շահբազյանի մասին է, իսկ հանձնաժողովի նախագահ Գուրգեն Մալխասյանը ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանի խորհրդականն է։ Թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները եւս Արթիկի քաղաքապետարանի աշխատակիցներ են, հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն է, նա էլ նախկին օեկական է։ Իսկ այժմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասին։ Բավական է նշել, որ ԿԸՀ-ն ավելի հնազանդ եւ կամակատար դարձնելու պատրվակով նրա կազմավորումը նոր ընտրական օրենսգրքով փաստացի հանձնվեց Հայաստանի Հանրապետության նախագահին։ Գարեգին Ազարյանի մահից հետո Սերժ Սարգսյանի կողմից կենտրոնական ընտրական հանձնաժողով գործուղվեց Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի արդեն նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանը, ու միաժամանակ ԿԸՀ անդամները միաձայն ընտրեցին նախագահ։ Արդյոք այս ամենը չի նշանակում, որ իշխանությունը ձգտում է վերարտադրության եւ այդ նպատակի իրականացման ճանապարհին ջանքեր չի խնայում։ Իսկ դա մեզ բոլորիս չի ապահովագրում նոր մարտի 1-երից, նոր բռնություններից ու բախումներից։ Գալիք ընտրությունների նախաշեմին տեղ ունեցող գործընթացները եւս ցույց են տալիս, որ իշխանությունը բացահայտ եւ հերթական անգամ մարտահրավեր է նետել երկրի քաղաքացուն։ Կա մեկ աքսիոմատիկ ճշմարտություն, եթե հասարակությունը համախմբված ձևով քաղաքական կամք պարտադրի, նա կկարողանա կանխել ընտրությունները վտանգող ցանկացած process։ Եթե անկախ Հայաստանի քաղաքացին մեկընդմիշտ մոռանա սեփական քվեն վաճառելու արատավոր պրակտիկան եւ իսկապես իրեն զգա անկախ եւ ունակ ինչ-որ բան փոխելու, եթե Հայաստանի բնակչությունը վերջապես դառնա քաղաքացիական հասարակություն, ի վերջո կկայանան ազատ եւ արդար ընտրություններ։ Քաղաքացու ձեռքերում է սեփական երկրի ապագան կերտելու հնարավորությունը, հարկավոր է միայն միասնականություն, կամք, վճռականություն։